Այսօր կարծիքի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետական Կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ Անահիտ Ալեքսանյանին։ Նրա հետ կխոսենք Հայաստանի Հանրապետությունում երիտասարդներին հուզող խնդիրներից և խոչընդոտներից։ Բարև ձեզ Անահիտ։ Ողջունում եմ, շնորհակալ եմ հրավերի և հնարավորության համար։ Միանշանակ այսօր, երբ բոլորս խոսում ենք Հայաստանի Հանրապետության ապագայի մասին, բոլորս մտահոգված ենք մեր երկրի մասին, ուղղակիորեն չենք կարող շրջանցել ամենակարևոր և ամենամտահոգիչ հարցերից մեկը, որը ուղիղ առնչվում է մեզ հետ, երիտասարդության հետ, մեր խնդիրների և մեզ սպասվող ապագայի հետ։ Ես ինքս լինելով երիտասարդ, վստահաբար կարող եմ շեշտել, որ այսօր գործող իշխանությունների օրոք Հայաստանի Հանրապետությունում ստեղծված չեն բոլոր այն դրական պայմանները, որպեսզի մեր երկրի երիտասարդությունը լիարժեք ապրեն, լիարժեք զարգանան Հայաստանի Հանրապետությունում և իրենց ներուժը ծառայեցնեն Հայաստանի Հանրապետությանը և ոչ թե ընտրեն արտագաղթի ուղին։ Իհարկե դա ցավալի է, սակայն դա փաստ է, որ այժմ մեր երիտասարդների ճնշող մեծամասնությունը այսօր կանգնած է մի կարևոր ընտրության առջև, որ արդյոք արժե ապրել գործող իշխանության օրոք սեփական երկրում նման պայմաններում, երբ ուղղակիորեն գործող իշխանությունը անտեսում է յուրաքանչյուր երիտասարդի ձայնը, նրանք անտեսում են երիտասարդների պահանջարկները, միանշանակ երիտասարդները մտածում են, որ արդյոք արժե ապրել նման անապահովության և նման գործազրկության պայմաններում, թե ամեն դեպքում պետք է հեռանալ սեփական երկրից և իրենց ներուժը նվիրել օտարին։ Միանշանակ այս բոլոր խնդիրների միակ հովանավորը դա օրվա ռեժիմն է, գործող իշխանությունը, որը ուղղակիորեն նպատակաուղղված կերպով անտեսում է մեր երիտասարդների յուրաքանչյուր պահանջարկը։ Բոլորիս դա հայտնի է, դա գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր պետության համար որպես շարժիչ ուժ հանդիսանում է իր երկրի երիտասարդությունը և որքան ուժեղ է, որքան կրթված և որքան բանիմաց է սեփական երկրի երիտասարդը, այդքան անգամ էլ ավելի կայուն է և ուժեղ է սեփական երկիրը։ Միանշանակ սա գործող իշխանության կողմից հերթական ձախողումներից մեկն է, երբ սեփական երկրի երիտասարդը լքում է իր սեփական երկիրը Հայաստանի Հանրապետությունը հենց իշխանության ներազդեցության շնորհիվ, հենց իշխանությունների կողմից ոչ բարենպաստ, ոչ դրական պայմանների ստեղծման պատճառով և իրենց ներուժը երիտասարդները ցավոք նվիրում են օտարին և դրա միակ պատճառը հենց գործող իշխանությունն է և օրվա ռեժիմը։ Մեր խնդիրները, մեր երիտասարդության խնդիրները և մեզ հուզող հարցերը բազմազան են և հիմնականում այդ խնդիրը գոյանում է իհարկե կրթության ոլորտում, այսինքն Հայաստանի Հանրապետությունում կրթության ոլորտը մակարդակը տարեցտարի գնալով ավելի ու ավելի վատթարանում է և քանի դեռ շարունակվում է այս իշխանությունը, այն որևէ կերպով չի բարելավելու, այն առաջընթացներ միանշանակ չի գրանցելու, քանզի այս իշխանությունները հետապնդում են մեկ և գլխավոր նպատակ, որը հենց կրթության վարկանիշը դեպի անկում տանելն է, որը և մեր երիտասարդության ճնշող մեծամասնությունը շատ լավ գիտակցում է, շատ լավ հասկանում է, թե իրականում ինչ է ձեռնարկում գործող իշխանությունը։ Բոլորիս մոտ առաջանում է շատ պարզ արդի մի հարց, թե ինչ է անում գործող իշխանությունը որևէ այս ստեղծված իրավիճակը շտկելու համար։ Միանշանակ սրանք ցուցադրում են կեղծ բարեփոխումների իրենց նպատակը, սակայն նրանց մեկ գլխավոր նպատակն է, թե ինչ անել այս անգամ, որպեսզի կրթական համակարգը վերջնական կերպով քանդվի և այսպիսով մեր կիսադատարկ բուհերը, երիտասարդների արտագաղթը զարմանք պետք է չառաջացնեն որևէ մեկի մոտ, քանզի ինչ է պետք սպասել մի երկրում, որտեղ երկրի ղեկավարը դեռևս ոչ վաղ անցյալում հրապարակային կերպով շեշտում էր, որ նրանք 7 տարի նույն դասարանն են մնացել և միանշանակ սա բոլորիս համար փաստեց ոչ միայն նրանց անլրջության փաստը, այլ նաև կրթության հանդեպ նրանց բացարձակ անպատասխանատու վերաբերմունքը, նրանց այս վերաբերմունքը այժմ հանդիսանում է ամենագլխավոր պատճառը կրթական համակարգի դեգրադացման։
Գործող իշխանությունների կողմից անդադար հնչում են հայտարարություններ, որ պետք է շարունակաբար կրթվել, մեր հայությունը պետք է կրթվի, նրանք խոսում են նորաձև կրթության մասին, Սակայն խոսելով նորաձև կրթությունից եւ դրա տակ գործել այնպես, ինչպես գործում է այս իշխանությունը, ուղղակիորեն անթույլատրելի է, անհեթեթություն է, անկասկած նրանք մեր երիտասարդներին փորձում են շեղել իրենց այդ նորաձև կրթության գովազդով, իրենց այդ բառակապակցությամբ եւ դրանով իսկ քանդում են հենց կրթական ոլորտը, ոչնչացնում են կրթական համակարգը լիովին եւ միանշանակ տանում են դեպի անկման ճանապարհով։ Այժմ բարձրագույն կրթություն չունեցող որոշ անձով դարձավ Հայաստանի Հանրապետության վարչապետը, ինչպես կարող է խոսել նորաձև կրթությունից եւ ինչ որ դասեր տալ մի ողջ հայության եւ առհասարակ այն մարդիկ, ովքեր կրթություն են ստացել միայն իշխանության գալուց հետո։ Երբ նրանք անընդմեջ խոսում են այդ իրենց նորաձև կրթությունից, իրենց կողմից հռչակված այդ կրթական նախագծի մասին, բոլորս մեկ ակնթարթ կարող ենք հիշել Աննա Հակոբյանի այն բոլոր հրապարակումները, որտեղ նա անընդմեջ տեղադրում է այս կամ այն գիրքը, վերնագրելով, որ այս մեկն էլ է ավարտել, կամ բոլորի կողմից այդքան մեծ քննադատության արժանացած այն լուսանկարը, որտեղ նա իր երկարաճիտ կոշիկները դրել էր տան մեջտեղում, գետնին էր նաև համակարգիչը եւ արդյոք սա էր այդ նորաձև կրթությունը, որի մասին նրանք այդքան բարձրաձայնում են, նրանք այդքան բուռն քննարկումներ են տանում։ Անդադար քննարկումները չեն դադարում եւ դա իրենից որևէ գիտական նախագիծ ամենևին էլ չի ներկայացնում, այսինքն նրանց գաղափարներով եւ պատկերացմամբ տարբեր հասարակական կազմակերպություններով, տարբեր խմբերով հավաքվել եւ ինչ որ հարցեր քննարկելը համարվում է նորաձև կրթություն։ Միանշանակ արդյոք դա է իրական այն կրթությունը, որը այժմ պահանջում է մեր երիտասարդությունը, արդյոք դա է, ինչը մեզ այժմ անհրաժեշտ է։ Իրականում մեզ այժմ անհրաժեշտ է իրական կրթություն, որը պետք է լինի հայեցակարգային, սակայն դա այժմ բացակայում է եւ շարունակաբար բացակայելու է, քանի դեռ կա օրվա ռեժիմը։ Լինելով երիտասարդ, ես վստահաբար կարող եմ ասել, որ մեր երիտասարդներին պետք չէ նորաձև կրթությունը, մեզ հարկավոր է որակյալ, ազգային եւ պետականամետ կրթությունը, որը եւ մեր երիտասարդության համար պետք է դիտվի որպես մնայուն արժեք եւ այս գիտակցմամբ է, որ մենք երիտասարդներս պետք է առաջնորդվենք այժմ այս ծանր իրավիճակներում։ Շնորհակալություն։